Հարգելի հայրենակիցներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ նորից միասին ենք, շատ ուրախ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել հետաքրքիր ուտեստներ, լինի դա մեր ազգային խոհանոցից, թե ընդհանուր, այսպես տարածված եւ ընդունված խոհանոցներից։ Այսօրվա ուտեստը հենց երկրորդի շարքին է պատկանում եւ պատրաստելու ենք այդ ուտեստը իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է Հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության տնօրեն եւ մեր լավ բարեկամ Գարիկ Գևորգյանը։ Ողջույն Գարիկ։ Ողջույն։ Երկրորդ պաշտոնը չկարողացա հիշել, Լուի Շարդեն ռեստորանի ավագ խոհարար։ Գարիկ ջան, ինչպես ես։ Լավ, շատ լավ։ Տրամադրությունը լավ է։ Ընտիրից դուք։ Լավ, շատ են փնտրում քեզ, շատ հաճախ ես բացակայում Երևանից։ Այո, գործողումների մեջ էինք։ Վերջերս Մոսկվայում ներկայացնում ենք հայկական խոհանոցի փառատոն մեկ շաբաթյա, բայց նախ ասենք, թե ինչ ենք պատրաստելու այսօր, հետո փառատոնի մասին կզրուցենք։ Այսօր պատրաստենք խոզի փափկամիս, տապակած կարտոֆիլով եւ սպանախով, պղպեղի եւ սալորի պաստեղով։ Այսինքն աջիկայով եւ արարած սոուսով, ինչպես մենք նշում ենք, մրգային պաստեղ։ Շատ հետաքրքիր է։ Եվ այստեղ կան հայկական մթերքներ եւ կա եւ այլն, բայց ձևը տեսնենք, թե ինչպես ենք ընտրելու, ինչպես ենք տապակելու, ինչպես ենք ինչ մշակման ենք ենթարկելու։ Ջերմային մշակումը լինելու է տապակված։ Շատ լավ։ Նախատեսել ես որևէ գործ ինձ համար։ Իհարկե։ Ես կմարինացնեմ միսը, դուք կտրատրեք սոխը ու կշարունակեք։ Պես էլ գիտեի, սոխը ինչ տեսքով պիտի կտրատենք։ Բարակ թերթիկներով։ Այսպես լավ է։ Այո, շատ լավ։ Ինչ դուք կտրատում եք, ես կհամեմեմ միսը աղով։ Մի քիչ սև պղպեղ։ Կարծում եմ, որ կառաջարկես նաև չոր կարմիր կծու պղպեղ։ Ինչպես դու նշում ես, խլոպիա, հա, այդպես է կոչվում, խոշոր։ Խլոպիա, այո։ Հոկտեմբերի 12-ից 19-ը Մոսկվայի Վասկրեսենիա ռեստորանում անցկացվեց մեր ազգային խոհանոցի փառատոն։ Մենք այնտեղ ներկայացրեցինք ուտեստներ մեր տոնատիսական այդ կերակրացանկից։ Գարիկ ջան, եւ աշխատենք բնականաբար եւ զրուցենք։ Այո։ Աղ, պղպեղ եւ աղ սև պղպեղ աղացած եւ կարմիր չոր խոշոր կծու պղպեղ։ Ինչ տպավորություն ստացար Մոսկվայից։ Բավականին շատ հաճելի միջոցառում էր, մեզանից շատ երկար սպասված։ Շատ լավ դիմավորեցին նաև Մոսկվայի ռեստորանի աշխատակիցները, շատ հետաքրքիր փորձի փոխանակում ունեցանք, մեծ գնահատական ստացան մեր պատրաստած ուտեստները, բավականին լավ արձագանք ունեցավ ամբողջ համայնքը, մինչև հոգևոր առաջնորդ։ Այո։ Եզրած Սրբազանը անձամբ շնորհակալություն հայտնեց, նաև պարգևատրեց մեզ մեդալներով։ Շնորհավորում։ Շատ կարևորը հանգամանք էր այն, որ այն ռեստորանը, որտեղ որ մենք աշխատում էինք, շատ լավ կազմ ուներ եւ մեր ուտեստների պատրաստման եղանակը նույնիսկ բանավոր թելադրելուց հետո անմիջապես ըմբռնվում էր եւ ընկալվում։ Լավ, ինչ պիտի անենք հիմա։ Ինձ փոխանցիր բռնինչը։ Միսը տապակում ենք։ Լավ բարձր ջերմաստիճանի տակ, որպեսզի կերևապատվի։ Ու զուգահեռ մսի հետ կավելացնեմ սոխը, եւ սոխը պետք է մեզ տապակել լավ երկար, որպեսզի նա կարմրի։ Ասեմ իդեպ, որ որոշ ուտեստներ ընտրվեցին եւ ներարկվեցին իրանց հիմնական մենյուում։ Ներդրվեցին իրենց մենյուում։ Այսինքն ծրագիրը մենք ամբողջությամբ նշենք ծրագրի իմաստը, որ հեռուստադիտողները պատկերացում ունենան, այդ ռեստորանը ուրեմն
նա մասնագիտանում է, իրենք ասում են պրավասլավնայա կուխնյա, այսինքն ինչ որ հոգևոր ուտեստների մասով պիտի այդպես զարգանար, այնտեղ եղել էին արդեն ներկայացուցիչներ Վրաստանից, մինչ մեր գնալը եղել էին Հունաստանից, Ուկրաինայից եւ այլ քրիստոնյա երկրներից։ Ինչ միսն ու սոխը տապակվում են, ես կխնդրեմ, որ դու այս տապակի մեջ ավելացնես աջիկան ու մրգային պաստեղը հավասար համադրությամբ։ Երկուական գտալ, բավական է։ Այո։ Նախնական զրույցում համարյա թե համաձայնության են եկել, որ մի քիչ Արդեն ինչ թթվասեք, այո։ Հիմա խառն են զանգվածը, հա։ Այո, խառնում ենք։ Հետո երբ միսը կտապակվի, պատրաստենք խաբարտը եւ վերջում կտակացնենք թանձրուկ ու կմատուցենք։ Շատ լավ, դա այսպես կմնա։ Իսկ միսը արդեն պատրաստ լինելուց հետո պիտի տեղադրենք մենք մատուցման ափսեի մեջ, թե։ Ոչ, խաբարտը զուգահեռ կպատրաստենք։ Կարտոֆիլը կտրատելու։ Կարտոֆիլը օղակներով կարելի է կտրատել։ Իդեպ կարտոֆիլը եփված է արդեն։ Հետո թավայի մեջ արդեն տապակի մեջ կտակացնենք, մի թեթև կարմրանցնենք։ Գարիկ ջան, ես ուզում եմ նորից վերադառնանք այն խոսակցությանը Մոսկվայում եւ նշենք անպայման, որ մեր խոհանոցը ներկայացնելու զուգահեռ նաեւ մենք շատ լավ փորձի փոխանակում անցանք։ Շատ լավ ուտեստներ մենք այդպես ուսումնասիրեցինք ուկրաինական խոհանոցից, ռուսական խոհանոցից, այնտեղ կար նաև հունական խոհանոցից որոշ ուտեստներ, այնպես որ միայն այն չէ, որ մենք ներդրեցինք, մենք այդպես ուսուցանեցինք մեր ուտեստների պատրաստելու ձևը եւ վերադարձանք։ Այդպիսի փորձի փոխանակումները, փորձի փոխանակման փորձերը կարծում եմ օգտակար է նաև մեր խոհանոցի զարգացման համար։ Իհարկե, կարծում եմ մենք հետագայում նաև կպատրաստենք սլավոնական խոհանոցից մի քանի ուտեստներ եւ մյուս հաղորդումներից։ Մանավանդ, որ մենք շատ լավ բարեկամներ ձեռք բերեցինք Մոսկվայում ավագ խոհարարներ եւ հաջորդ առաջիկա մեր հաղորդումներում անպայման կանդրադառնանք ուկրաինական ուտեստներին, ռուսական ուտեստներին եւ այդպես շարունակենք։ Ինչու՞ չէ նաև հիշենք, որ եղանք հայկական մի քանի լավ ռեստորաններում, այնտեղ կատարվեց դեգուստացիաներ, որը բավականին շատ հետաքրքիր է։ Այո, բազմաոճ ձևով ներկայացված է հայկական խոհանոցը։ Զուգահեռ ես արդեն կարտոֆիլն էլ կտապակեմ։ Խավարտը պատրաստում է։ Այո։ Մի քիչ կհամեմ ենք աղով կարտոֆիլը։ Մի թեթև ձետ կավելացնենք։ Մի քիչ կարմիր տխպեղ կավելացնենք կարտոֆիլին։ Սպասում եմ, թե սպանախը ինչ պիտի անեն։ Ամենահետաքրքիր պահն է։ Այնց գիտեմ, դրա համար էլ հենց սպասում եմ, թե ինչ հետաքրքիր, ինչ է գալու սպանախի գլխին։ Հատկապես երիտասարդ խոհարարների վերաբերում խոսքս, տեսնում ես, թե ինչ ուշադրությամբ ուղղակի տեսնում եք, որ Գարիկը ուղղակի խաղում է եւ մթերքների հետ եւ տապակի հետ։ Այս նոր տապակ կդնեմ տաքանալու, մինչ սա կհասունանա, կավելացնեմ ձետ։ Այո։ Ինձ գտար կտաս։ Եվ տապակը հեսա տաքանա, մենք կավելացնենք սպանախը։ Ես թվարկեմ մթերքները, որ մենք ենթարկեցինք ջերմային մշակման, օզի, թափկան միսը, ֆիլեն, ներսի ֆիլեն,
մեր խոսակցական լեզվով ասված սուկին եւ նախորդ քաշված կարտոֆիլ եւ սոխարած համեմեցինք խոզի ֆիլեն աղով պղպեղով եւ տապակեցինք քաշված կարտոֆիլը շրջանակների եւ տապակեցինք հիմա կտապակենք սպանախը Սպանախը տապակի վրա արագ տապակում ենք։ Ինչ ես կարծում, սև պղպեղ ավելացնենք մի քիչ։ Մի քիչ ավելացնենք Հիմա մենք տակացնենք սոուսը եւ սկսենք տեղադրել ափսեի մեջ ու տեսնել դրա։ Այո, իհարկե։ Դանակը կտաս։ Այո, դրան։ Միսը։ Սա էլ դասնենք իմ կարծիքով։ Այո, արդեն ցանցրուկն էլ տակացավ։ Սպանախը թեթև տապակված։ Գտած ինձ։ Եվ կողքից կավելացնենք թանձրուկը։ Ահա եւ վերջ։ Ահա եւ վերջ խոզի փապկամիսը, խոզի ֆիլեն գարիկի եղանակով։ Մի քիչ սլավոնական ակցենտով։ Շատ շնորհակալ եմ։ Եթե դու ունես, ես գիտեմ, որ դու միշտ ունես խոսք մեր հերոստատողների համար, խնդրեմ Ես մեր հերոստատողին մաղթում եմ ամենայն բարիք, առողջություն եւ ցանկանում եմ, որ պահպանենք մեր հայկական ուտեստները եւ ներարկենք մեր ընտանիքի ռացիոնի մեջ։ Շատ լավ հարգելի հերոստատողներ ներարկենք ռացիոնի մեջ, պահպանենք, բայց նաեւ չմոռանանք ձեր անունից եւ իմ անունից ես մեկ անգամ շնորհակալություն հայտնենք Գարիկին իր ստեղծագործ աշխատանքի համար եւ նորից հիշեցնեմ Գարիկ Գևորգյան հայ-խորհրդական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն։ Շնորհակալություն Գարիկ, ապրես դու։ Բարեկամներ, ցավոք սրտի մեր ժամանակը մոտենում է ավարտին։ Մեզ մնում է ուղղակի եւս մեկ անգամ ողջունել մեկ-մեկու, շնորհակալություն հայտնել, որ մենք միասին ենք եւ ցանկանանք, որ յուրաքանչյուր հանդիպում ունենա լավ արդյունք։ Այդ արդյունքը լինի այն, որ մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, հպարտ լինենք հայ լինելու համար, լինենք ամփերատար եւ միաբան, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու ստեսություն բարեկամներ։ Տապակա խոզի փապկամիս 300 գրամ, սպանախ 50 գրամ, կարտոֆիլ 30 գրամ, սոխ 50 գրամ, աջիգա 20 գրամ, ձեթ 20 գրամ, աղ, սև պղպեղ, կծու կարմիր պղպեղ։ Բարեխորշակ։